լույսերով, իչկան գլորեմ, կավարվրոմ քշերով, լույս ես տալիս գիշերով։ Սուսանն ու Հարությունը դժվար կլինի ասել կարոտում են իրենց գետնափոր տանը, որ գյուղում է մնացել, թե ոչ, բայց ասում են, որ այստեղ լավ է, ոտանավոր սովորել են ու մեկ էլ խաղալիքներով խաղալ։ Կարոտում են Ռոմանին, իրենց մեծ եղբորը, որ 9 տարեկան է ու սովորում է առաջին դասարանում։ Քիչ հետո կվերադառնա մանկատուն ու նորից երեքը միասին կլինեն, եւ այսպես արդեն 8 ամիս։ Չէ, ինքը չի կնա ինձ իմ հայրականից իրավունքից դերկի, քանի որ ես իմ ուժարկանքով չեմ տվել մանկատունը։ Ղարբջանյանի բնակիչ Սեյրան Հարությունյանը ամեն օր էլ մանկատուն այցելելու եւ տեսակցության թույլտվություն ունի, բայց Սեյրանը երեխաներին է պահանջում, ինչ իրավունքով են երեխաներից մանկատուն տեղափոխել, հատկապես որ տանը չեմ եղել։ Նրանք հայր էլ ունեն, մայր էլ, ասում է Սեյրանը։ Իհարկե, շատ ցավալի է, որ երկու ծնող ունենալու դեպքում սա առաջին դեպքն է այս 4 տարվա մեջ, որ մենք երեխային մեկ ծնողի դեպքում նույնպես երբեք չենք տվել սոցիալական պատճառով, որովհետեւ երեխա մանկատանը չի հայտնվել այս վերջին տարիների ընթացքում, բայց սա այն դեպքը չէր։ Սա առանձնահատուկ դեպք էր եւ մենք փաստորեն փրկեցինք երեխաների կյանքը։ Սակայն մարզային հանձնաժողովը գտել է, որ տանն առկա պայմանները ոչ թե բավարար չեն, այլ կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության եւ անգամ կյանքի վրա։ Այս երեխաներին փնտրել են ծննդյան փաստաթուղթ չունեցող ու դպրոց չհաճախող երեխաների ցանկում։ Ղարբջանյան համայնքում այս ընտանիքին են մատնացույց արել։ Համագյուղացիները վկայել են, որ այս տանը երեխաները քնել են հողե հատակին ու բնակվել առնետների հարևանությամբ։ Ծնողներն էլ չեն հերքել։ Ոչ թե սոցիալապես անապահով վիճակ էր, այլ ուղղակի երեխաների առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող պայմաններ էին։ Այդ ապրում էին գոմում էլ կարելի ապրել, եթե ասենք մարտի վիճակի չի եւ տնակում ինչպես են ապրում մեր համակարգացիները, ինչ պայմաններ են ստեղծել իրենց համար։ Աբագիներ չկային, կոտրված, գետնափորը տերմիկում, ընդամենը 2 մաճակալ, ահավոր կերտոտ մի ծածկոցով, ոչ մի, ասենք այսպես պարագա, որ հիշեցներ, որ այդ տանը երեխաներ են ապրում, մի հագուստ կամ մի շատ ահավոր պայմաններ էին, առնետների բներով, մինչև գոնե տարականին մոտ եմ ասում, պայմաններ չլինեն, երեխաներին մենք չեն կարող թույլատրել, որ իրենք վերադարձնեն։ Հնարավոր է իմ պայմանները երբեք էլ չբարելավվեն, դժգոհում է Սեյրանը։ Միթե երեխաներս հավերժ մնալու են մանկատանը, թող ապրեն այնպես, ինչպես ծնողները, կամ էլ օգնեք, թող բարելավվեն պայմաններս, հայտարարում է մանկատանը հայտնված երեխաների հայրը։ Չէ, իրանք չեն կնա զերգի, քանի որ ես իր երեխեքից ծնողն եմ, ես հրաժարականս չեմ տա, ոչ էլ ինքը կրնա հրաժարականը տա, ես կպահանջեմ իմ երեխեքից ինչ որ ես կապրիմ, այդպես էլ իմ երեխես ինձ հետ ապրի։ Մեռա ապրա, թող երեխես ինձ հետ ապրի։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանի հավաստումներով այս ընտանիքի հետ աշխատանք տարվել է շուրջ 6 ամիս։ Համայնքը ապահովել է նաև տարածքով, բարեսիրական կազմակերպությունները ծննդով ու հագուստով, սակայն անօգուտ։ Խնդիրը ավելի շատ երեխաների մոր առողջությունն է։ Այն, որ Աննայի մոտ առողջական շեղումներ կան, նկատել է նաև մարզային հանձնաժողովը։ Համագյուղացիներն էլ պատմել են, որ կինը նախկինում նորմալ է եղել։ Միայն վերջին տարիներին նրա մոտ մտավոր շեղումներ են առաջացել։ Այն, որ պետք էր սկսել կնոջ առողջական վիճակից, այսօր արդեն մեզ հետ համամիտ է նաև Լուսինե Գինոսյանը։ Մոտ օրերս խնդրի մասին տեղյակ կպահվի նաև առողջապահության վարչությանը, եւ ապա ընտանիքին նոր պայմաններ ստեղծելու համար օգնության մեկ հնարավորություն եւս կտրվի, որպեսզի երեխաները վերադառնան ընտանիք, խոստանում են մարզային կառույցից։ Մենք համաձայնության ենք եկել, ես որքան գիտեմ մարզպետն էլ գյուղապետի հետ խոսել է, որ իրենց եւ հողամաս հատկացնեն, որովհետեւ կարծեմ այդ հողերի սեփականաշնորհման ժամանակ իրենք բացակայել են, հողամաս հատկացնեն եւ գոնե այդ փոքրիկ տնակի կամ թեգուս այդ եղածը նորոգելու ինչ որ մի տարականին մոտ վիճակի հասցնելու, այդ դեպքում արդեն խնդիրը ավելի, բայց դարձյալ կրկնում եմ, առաջին հերթին պետք է մոր առողջական խնդիրներով զբաղվենք։ Իսկ առայժմ երեխաները կմնան ու կապրեն մանկատանը, թեկուզ ժամանակավոր վճռում է մարզային հանձնաժողովը ու կվերադառնան ընտանիք միայն այն դեպքում, երբ պարզ դառնա, որ տանն առկա են գոնե բնակության համար տարրական պայմաններ։ Քրիստինա Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։